Գևորգ ջան, մի րոպե լռություն, խնդրում եմ։ Բարև ձեզ, լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ, բարև ձեզ սիրելի ընկերներ, գործընկերներ, աջակիցներ, նախ ուզում եմ բոլորիդ անչափ շնորհակալություն հայտնեմ աջակցության այսպիսի շռնդալից դրսևորման համար։ Իսկապես խորապես զգացված եմ եւ երախտապարտ եմ ձեզ բոլորին եւ իդեպ ձեր բոլորի աջակցությունը ես զգացել եմ նաեւ այս երկու ամիսների ընթացքում, երբ ես գտնվում էի կալանավայրում, բայց հնարավորություն կար տեսնելու այս աջակցության բոլոր գործողությունները, որոնք իսկապես անչափ ուժ, եռանդ եւ ոգևորություն են ինձ տվել։ Երկրորդը, ես անկեղծ ասած այսօր գալով ես չէի կարող կանխատեսել արդյունքը։ Չէի կարող կանխատեսել, որովհետև իրավական հարթության մեջ բնականաբար դատավորը ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց բոլորը գիտեք, որ մեր երկրում միշտ չի որ իրավունքը գործում է, ուստի նաև ուզում եմ հատուկ անդրադառնամ դատավորի իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան, որ նա առաջնորդվել է օրենքով, հուսով եմ եւ մյուս դատավորներն էլ իրականում օրինակ կվերցնեն դատավորից եւ իրանք եւս կառաջնորդվեն օրենքով այս որոշումներում, որովհետև իսկապես մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի եւ նաեւ խոշտանգման միջոց։ Ասեմ ձեզ անկեղծ նորմալ մարդու համար կալանքը այն կալանավայրերում, որոնք մենք ունենք, որոնք գերբնակեցված են, կեղտոտ են, հակասանիտարական են եւ այլն, դրանք խոշտանգման միջոց են։ Այսինքն խոշտանգվել եք կալանավայրում։ Չէ, ես չեմ ասում, որ ես անձամբ խոշտանգվել եմ։ Բայց այդ պայմանները վատն են, չէ՞։ Տեսեք, ոչ թե իմ, բոլոր կալանավորների պահպանման պայմանները այդ կալանավայրերում վատ են, որովհետև իրանք գերբեռնված են, որովհետև այնտեղ հակասանիտարական վիճակ է, պատերը նեխած, խոնավության մեջ եւ այլն, չեմ ուզում շատ տարածվեմ, ուղղակի մարդ, որ մի անգամ մտնի դա տեսնի, կհասկանա, որ դա ընդհանրապես կալանավորներին խոշտանգելու միջոց է, ընդհանրապես ոչ թե ինձ անձամբ։ Հիմա այսօրվա որոշումը իմ համար չի կարելի ասել, որ կանխատեսել էր։ Ես գալիս եմ այսօր պայքարը շարունակելու տրամաբանությամբ, ես չգիտեի դատարանը ինչ որոշում կընդունի, բայց նորից ուզում եմ դրվատանքս արտահայտեմ այն որոշման համար, որը դատավորը ընդունել է։ Հիմա մենք շատ հաճախ վերաբերվում ենք ազատությանը որպես ամենակարևոր հարց, բայց իմ տեսանկյունից ամենակարևոր հարցը նաև այս անհեթեթ մեղադրանքը հիմնարար հերքելն է, եւ եթե դուք ուշադրություն դարձրեցիք, ես ասացի, որ սա ուղղակի իրականության բացահայտ նենգափոխում է տեղի ունեցել եւ դատախազը պարզապես չպետք է ստորագրեր այսպիսի մեղադրական եզրակացություն։ Այն որ նա ստորագրում են այսպիսի մեղադրական եզրակացություն եւ գայսը, դա նրանով օրինակ անհույս փորձում են կարճել քաղաքական հետապնդումը շարունակելու իրենց այսպես ասած հիվանդագին տրամաբանությունից եւ այդ տրամաբանությունը գնում է դուք գիտեք ումից այն մարդուց, որ երեք տալիս էր մամուլի ասուլից եւ բողոքում էր մեր դատական համակարգից։ Ազատության մեջ իմ հաջորդ քայլերը իմ աջակիցներին մոտենալ եւ ողջունելն է, բնականաբար այս մեղադրանքը քարը քարի վրա չթողելն է, քարը քարի վրա։ Բայց նաեւ պետք է ասել հետեւյալը, ես 2 ամիս բացակայել եմ իմ բնականon գործունեությունից, իմ գործընկերներից, իմ համախոհներից, իմ աջակիցների հետ աշխատանքից, հաջորդ բանը տարածել մի 2 րոպե հանգստանալուց եւ ուշքի գալուց հետո բնականաբար նաեւ ընտանիքից վերադառնալը այն ամեն ինչին, ինչ մեր կյանքն է, մեր կներեք գործունեությունն է, մեր պայքարն է եւ ինչի համար մենք իրականում նաեւ այս ամբողջ բեռը մեր վրա տանն ենք։ Ինչ դուք կալանավայրում եք, ազգային ժողովը մեկնարկեց իր աշխատանքները, ձեր աջակցած ուժն էլ այնտեղ է, ինչպես եք այս ընթացքում, եթե հասցրել եք հետևել, գնահատում ընդդիմության աշխատանքը խորհրդարանում եւ արդյոք ընդդիմությունը կկարողանա այս անգամ դիմակայել այն դրվագներին, այն անարդարություններին, որոնց մասին դուք եք բարձրաձայնել։ Ես անկեղծ ասած կարծում եմ, որ մեր նաեւ իմ անձնական բացակայությունը այդտեղ որոշակի բացական դեր է ունեցել, եւ պատական չի իմիջալուց, որ այս իշխանությունը փորձել է գլխատել ընդդիմության տարբեր համառ, անսասան, անվեհեր ղեկավարների, մենակ իմ մասին չի խոսքը, դուք գիտեք, ասենք Թևանյանն է, Ծառուկյանն է եւ այլն։ Ես կարծում եմ ընդդիմությունը պետք է շարքեր ինչ-որ իմաստով միավորի, որպեսզի կարողանա այն դեմագոգիայի հեղեղը պարզապես, որ լցվում է քաղաքացիական պայմանագրից, ամեն օր մեր ժողովրդի ականջները այդ դեմագոգիայի հեղեղին դիմագրավել։ Երբ որ մարդիկ փորձում են մեզ մեղադրել նրա մեջ, որ մենք օրինակ հակաթուրք ենք։ Ասենք երբեք պատմության մեջ չեն մեղադրել, չէ, հային, որ ինքը հակաթուրք է, որտեղ բնական է, որ եթե մեկը քեզ կոտորել է, դու իր նկատմամբ որոշակի բան պետք է ունենաս, չէ, վերապահում։ Հիմա ազգային ժողովում
քաղաքացիական պայմանագրի կարկառուն դեմքեր դուրս են գալի ընդդիմությանը մեղադրում են նրա մեջ, որ իրանք տեսնում եք հակաթուրք են, չեն սիրում թուրքերին։ Կամ ինչպես կարելի է չճանաչել Արցախ Ադրբեջանի կազմում։ Դե մենք ճանաչել ենք, դուք ոնց չեք ճանաչում։ Ես ուզում եմ արդից օգտվեմ եւ ասեմ ՔՊ-ի բոլոր, այսպես ասած, կարկառուներին։ Չենք ճանաչում Արցախ Ադրբեջանի կազմում։ Չենք ճանաչում ու չենք ճանաչելու։ Եվ ավելին ամեն ինչ անելու ենք, որ մի օր մեր արցախցի հայրենակիցները վերադառնան իրանց հայրենիք, արժանապատիվ եւ անվտանգ կյանքով ապրեն իրանց հայրենիքում։ Էդին պատասխանն է ձեր հարցին, լավ։ Չպետք է հասկանալ հետեւյալը, նախ այդ անկլավները ոչ մի անկլավեր չեն։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ անդամակցել է Խորհրդային Միությանը, դա Հայաստանի Հանրապետության տարածքներ են եղել, ապօրինի փաստաթղթերով են դրանք հանձնվել Ադրբեջանին, չկա որևէ օրինական փաստաթուղթ, որը հաստատում այդ անկլավների հանձնումը Ադրբեջանին, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա, որովհետեւ դա Հայաստանի անդամահատման շատ կարճ ճանապարհ է։ Հայաստանի կենտրոնական մասը Սյունիքից է Վայոց ձորից կտրելու շատ կարճ ճանապարհ է։ Պետք է դա թույլ չտա։ Եկեք այսօր դրանով սահմանափակվեմ, էլի հաշվի առեք, որ 2 ամիս ամենամյանի եղել են բանից դուրս։ Շրջապատել։ Շնորհակալություն։ Ազատություն բոլոր հավատացյալների Արդարություն 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 Ազատություն բոլոր հավատացյալների Ազատություն բոլոր հավատացյալների Ազատություն բոլոր հավատացյալների Արդարություն 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 Բոլորս շարունակում ենք պայքարել մեր երկրի, մեր ազատության, մեր ժողովրդի, մեր ազգի համար։ Հայաստան Իմ անունը մոռացեք, ես դուսն եմ։ Պայքար մինչև վերջ Ժորժ ջան, իսկապես մեր պայքարը Ստապելով բոլորի անչափ շնորհակալ ապրեք, մեջքից կանգնած եք եղել, ձեր ցավը տանեմ, ապրեք բանտում գիտեք ինչ են ասում դրա, սաղ իրար ասում են քո սրտին մերն Չէ, կգուցեք, եթե դուք իրականում
դատավորին, այ ընդ ցուցադրական ասեք Գևորգյան Ռասմոսյանը, ասած ձեր քաղաքացի, ձեր երկրում ինչ կարգավիճակ կա։ Ձեր բջջի Ռասմոսյանը հանրապետությունը պետք է իր իրացավար